ազգային ժողովում ընկած պատգամավորների Թաթոյան չի դառնում։ Բայց լուրջ թողեք արձագանքեմ, կարծեք դրան եք խնդրին եք արձագանքեմ։ Կամ պայման չեք հոգնել, բայց այդ բանը։ Ասենք սա ընդդիմադիր մեդիայով ինչ Սերժ Սարգսյանը Թաթոյանին նշանակել էր մի հետո իշխանություն, թողել ընդդիմադիր մեդիայով sense PR անում, բան եկան փորձում եք ինչ-որ մի լուրջ կերպար ստանալ, ժողովուրդ, չի ստացվում։ Սերժ Սարգսյանի փոքրիկ պրոտեժեն չի կարող լուրջ քաղաքական կերպար դառնալ։ Երկրորդը, եթե ձեր նշած պրոտեժեն Սերժ Սարգսյանի անվտանգային լուրջ հարցերով մտահոգություն ունեցող անձնավորությունը վեհանձն դեմքով փոքրիկ ինչ-որ բաներ անում։ Այդ որ է այդ մարդը 1900 Այդ երբ որ այդ նույն դիրքերում, երբ որ Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, Հայաստանի Հանրապետության սահմանային հատվածները մենք կոնսերվի բանկեր Հայաստանի Հանրապետության պաշտպանության միջոցը իրա ու իրա տեր Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, ինքը այդ կառավարության անդամ եղել են, հայտնի կոնսերվի բանկերը որ տեսնում եք, դա իրա կառավարության, իրա ու իր քաղաքական տեր Սերժ Սարգսյանի կառավարության օրոքը, թող գնա այդ որտեղ Google-ում բացել ինչ-որ եսիմ ինչա ցույց տա, թող մի օր բացի ցույց տա, այն ինչը ցույցատրեց պաշտպանության նախարարը Հայաստանի Հանրապետության, այն ամրաշինական հսկայածավալ աշխատանքը, որը որ կա, այն բետոնի պատերի հաստությունը, երկաթ բետոնե պատերի հաստությունը ցույց տա, որոնց հետևում գտնվում են մեր զինվորները, դա համեմատի իրա ու իրա քաղաքական տեր Սերժ Սարգսյանի բանկաբութուլկեքի հետ, ժեշտի բանկեքի հետ, թող համեմատի բանկաբութուլկաների բանակով ինչ տարածքային կորուստներ են ունեցել այդ իշխանությունները եւ ձեր իշխանության օրոք այդ ամրաշինական հսկա հաստ բետոնե պատերով բանակի օրոք ինչ տարածքային կորուստներ են մենք ունեցել։ Իհարկե չեմ համեմատի ու դրա համար ես պիտի ներողություն խնդրեմ մեր քաղաքացիներից, որ մենք չկարողացանք մեկ օր շուտ վռնդել Սերժ Սարգսյանին ու իր պրոտեժե այդ սաստավին Թաթոյան, Մաթոյան են մնացած իշխանությունից Հայաստանի Հանրապետությունը, որտեղ որպեսզի մեկ օր շուտ սկսեինք այդ երկաթ բետոնե այդ կոնստրուկցիաների այդ պաշտպանական ամրոցների կառուցումը Հայաստանի սահմաններով, որովհետև եթե մենք դա մեկ օր շուտ արածենք, մեկ օր ավելի շուտ պաշտպանված կսկսեինք լինել։ Քանի դեռ Սերժ Սարգսյանը ու իր պրոտեժե Թաթոյանը ու մնաց բանակցություններով բոլորն են գործողական կետից էիք։ Պարոն Ալեքսյան, հիմա կոնկրետ էլի կներեք։ Այսինքն հիմա ձեր ասածը գիտեք որն է, ձեր ասածը այնա, որ Սերժ Սարգսյանը բանկաբութուլկեքով այո կարողանում էր պահել խաղաղությունը, կարողանում էր էս անել, բայց դա ոնց որ հիմարի տեղ դնել մեր քաղաքացիություն, որտեղ բոլորի համար ակնհայտ է, որ երբ Ադրբեջան Ռուսաստանից 5 միլիարդի զենքեր առնում, Իսրայելից չգիտեմ քանի միլիարդի զենքեր առնում, այդ զենքը չէր առնում, որ տաներ դներ, տանը ինչ որ մի հատ նայեր, ցուցահանդեսաներ, էսաներ, այնաներ, ակնհայտ է, որ այդ զենքը ինչ որ մի բան պետք է կրակել։ Ու հիմա ձեր ասածը այնա, Ադրբեջանը երբ պատրաստ եղավ այդ պատերազմին փաստորեն, երբ այդ զենքերը յուրացրեց, երբ այդ ռազմական դոկտրինը յուրացրեց, երբ էս արեց, ակնհայտ էր, որ այդ պատերազմը լինելու է։ Բայց Սարգսյանը գնաց Իսկանդերով ձեր իշխանությունը 10% կարողացավ կրակել, ասենք զենքի Ինչ է Իսկանդերը, կասեք ինձ։ Ինչ է զինատեսական հզոր, այն ժամանակ որ բերեցին, շիրակի մասնակցային ինչքան հզոր։ Դե ձեր դեպքում 10%։ Չէ, ինչքան հզոր, որ ասում եք հզոր, օրինակ քանի հատ բան է, ինչ է անը։ Քանի հատ Սմերչի մարտագաղթի հզորություն ունի մեկ Իսկանդերի բանը։ Մարտական քաշը ինչքան է ներկայացնի, որ ճիշտ ով է ներկայացնում, ասեմ Հռիփսիմե ջան, Ադրբեջանը պատերազմի ընթացքում հազարավոր Սմերչեր են արձակել, կամ հազարավոր, այո, Սմերչի հրթիռները արձակել մեր ուղղությամբ։ Որքան է դրանց մարտական քաշը, որքան է Իսկանդերին։ Իսկանդերը սարքել եք մետատոմային Չուցլինի Սուզանավ, ասենք, չգիտեմ ինչ եք սարքել Իսկանդերը։ Ժողովուրդ ջան, Իսկանդերը քաղաքներ չի ոչնչացնում, Ռուսաստանը ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր երևի միլիոնավոր Իսկանդերներ, միլիոնավորը չափազանցում են, տասնյակ հազարավոր առնվազն կրակել է Իսկանդերներ եւ Հա ինքը նորմալ իրավիճակին անդրադարձեք էլի պարոն Ալեքսանդր։ Չէ, դուք եք տանում, դուք տանում եք թեմը 10%-ով կրակեց ձեր դեպքում։ Կոնկրետ պարոն Ալեքսանդր, չկա նման բան, թե կա Ինչ բան։ Կա Հայաստանը, ճիշտ է այդ բաները, որով է վիճակը։ Շոուն այդ հեքիաթները, ես ձեզ խնդրում եմ այդ հեքիաթները ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այդ պարբերական, սա կոնկրետ PR տեխնոլոգիա է, այն ինչը որ կատարվում է, դուք էլ հիմա այդ PR տեխնոլոգիան փորձում եք զարգացնել, էլի, ասենք, այդ մարդու կերպարը զուտ ուռճացվել է նրանով, որ բան անում, գնում այստեղ, ասում, այ այստեղ Ադրբեջանը ինչ-որ լացակոմած տոներով բան չոք ջան։ Հայաստանի Հանրապետությունը խաղաղությունն է։ Ներխուժում չկա, մաշինական աշխատանք։ Հայաստանի 2025-ի հուլիսից
2025 օգոստոս ընկած ժամանակահատվածում այդ հատվածներում, որը նշեցի, խնդրահարույց հատվածներում փոփոխություններ եղել են, թե չէ եղել։ Ինչա նշանակում փոփոխություններ, ինչա նշանակում։ Ես կարող եմ ասել, որ բոլոր ինչա նշանակում ամրաշինական, ինչա նշանակում ամրաշինական աշխատանք։ Ինչա նշանակում ամրաշինական աշխատանք։ Չգիտեմ, մի հատ խնդրում եմ այդ ինչը որ դուք ասում եք, ինչը բաներ, դուք տեսել եք մեր ամրաշինական կառույցները։ Դուք մեր ամրաշինական կառույցները լսել եք մեր պաշտպանության նախարարի ցուցադրած։ Տեսել եք, տեսել եք։ Մենք գյուղեր նշանառության, մենք կներեք, էլի կներեք Հայաստանի կներեք 1000 ներողություն Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքը հարգող երկիր է, Հայաստանի Հանրապետությունը բնակելի գյուղեր չի թիրախավորում ու նշանառության տակ չի վերցնում։ Ես չգիտեմ դուք այդ ինչ եք։ Արգելի երևի որ ասում եք խաղաղության իմիտացիա արդեն 2 տարուց ավել է, ինչ Հայաստանի Հանրապետության սահմաններին զոհ չի եղել։ Գնացեք այն նախկին տարիներին, զոհերի ընտանիքներին, բացատրեք, որ սա խաղաղության իմիտացիա է։ Ձեզ ընդդիմադիրները սրա հետ կապված ասում են, չի եղել, չի կրակել, որովհետև ինչ ուզելա տվել եք։ Կտրտել տվել եք մասմասերխի պիտի կրակի, եթե Ալիևի ուզած անում եք, պիտի կրակի։ Որ ուզած, նույն ընդդիմադիրներն են ասում, որ ասում են միջանցք տալիս։ Նույն ընդդիմադիրներն են ասում, որ ասում են միջանցք տալիս, միջանցք տալիս։ Միջանցք չի, միջանցք կա։ Ուզում եք ասեք, որ միջանցքը իրանից ենթադրում է Հայաստանի Հանրապետության սուվերենության ճանաչում, հա։ Էդ է։ Իսկ ադրբեջանցիների այդ զորքերի ամրակայքը, որ ասում եք, հա ինչ կամ ոնքեր են ամրակայում, մենք Չէ, ես չեմ ասում, չէ, կներեք, էլի մի վարքան, ես չեմ ասում։ Ինչ եք ինձ բաներ վերագրում, որ ես դες բաներ չեմ ասում։ Ասեցի հա ինչ անենք։ Ես ասեցի հա ինչ անենք։ Ես տենց արտահայտություն արեցի, չէ, դե չի կարեն հիմա, ժողովուրդ։ Հիմա ասեցի կանոն, բա եթե մեր ասացին անել վերագրեք Թաթոյանին նման ես եմ իստապիկ պատենց կա։ Մեր սուվերեն տարածքում են այդ աշխատանքները իրականացնում։ Հարգելի գործընկերներ, ես ես մի հատ գաղտնի ասեմ, 90-ականներից ի վեր կան տեղեր, որտեղ ադրբեջանցիք են մեր սուվերեն տարածքում, օրինակ Տավուշը, կան տեղեր, որտեղ մենք ենք իրանց սուվերեն տարածքում, կա տենց բան։ Չգիտեիք, սա ձեր համար ինչ-որ ապոկալիպտիկ նորություն, ահա, տենց է, սա աշխարհը փուլ կգա, այս նորությունը։ Դրա համար ենք ասում, որ սահմանազատում ու սահմանագծում պետք է։ Հիշում եք այդ հեքիաթները, որ ընդդիմադիր գործիչները կներեք, հիշում եք այն հեքիաթները, որ ընդդիմադիր գործիչները նաև ձեր մեկնաբանմամբ սփռում էին համայն հայությունով այդ Տավուշի գյուղերի հետ կապված։ Գնացեք Տավուշ մի հատ։ Մեկ գնացեք Տավուշ, տեսեք այն սահմանամերձ գյուղերը, որոնց գլխին ողբ էին կապել ընդդիմադիր գործիչներ, տեսեք ոնց են ապրում։ Տեսեք այդ գյուղերում քանի բնակելի նոր թաղամասեր են կառուցում։ Թաղամասեր, չեմ ասում առանցին տներ։ Մարդիկ խնդրում են, որ այդ սահմանամերձ գյուղերում, որոնց գլխին ողբ էին կապել ընդդիմադիր գործիչները, ծրագիրը վերաբացվի 16 միլիոնի կարողանան նորանոր տներ կառուցել։ Ինչքանով է այդ ողբը ակտուալ։ Տավուշի հետ կապված, տեսեք, Տավուշում այո, մենք հետ քաշվեցինք, այդ սահմանազատումը տեղ ունեցավ, բայց այն հատվածներում, որ պետք է Հայաստան առաջ գնա եւ Ադրբեջանի Տիրապետության, այդ սահմանազատումից զայն Ես ձեզ ասում եմ, ամբողջ երկայնքով սահմանի լինելու սահմանազատում։ Հարկելի գուտ, այ շատ լավ հարց եք տալիս եւ մենք էլ ձերպես, մենք ձեզնից ավելի շահագրգիռ ենք, որ առաջ սկսի ու հնարավորինս շուտ կսկսի։ Այսինքն այդ հարցը քննարկվում է միջգերատեսչական երկու կողմերի, միջգերատեսչական երկու հանձնաժողովների կողմից երկու պետություններ եւ դա կսկսի։ Այ ես շատ իրականում ողջունում եմ այս հարցը։ Ես իհարկե անչափ ողջունում եմ, ես անչափ ուրախ եմ ու անչափ ողջունում եմ ձեր այս հարցը, որ դուք տալիս եք, բա ինչի չի նորից սկսում, որտեղ ուզում եմ նորից ձեզ հիշեցնել, որ ուղիղ սրանից 2 տարի առաջ դուք այս ամեն ինչը ներկա, դուք սահմանազատ, դուք ձեր դրա 24 նյուս լրատվական։ Ինչ են կարող 24 նյուս լրատվական։ Հա, չէի ասում։ Չեք ասում, որ դա ողբա, դա պետության հանձնում է, դա Հայաստանի Հանրապետության մահն է, դա այդ տարածքի հետ գյուղերի մահն է։ Ժողովուրդ ջան, ես էլ միջազգային նորմերի համապատասխան իրականացվել է սահմանազատում ու մարդիկ այնտեղ խաղաղության մեջ շատ երջանիկ ապրում են ու տներ են կառուցում իրենց ունեցած սոցիալական եւ այլ խնդիրներով իհարկե, որոնք ոչ ոք չի կարող անտեսել ու այդ ուղղությամբ պետք է աշխատել, բայց հիշեցնեմ, 2 տարի առաջ ողբ տեղի ունենում
լինում, այն գարգրկողը հայտնի գալիս էր այդ տարածքից, ճանապարհի Սերժի տարբեր պրոտեժեներ, Թաթոյանը բանը, Քոչյանի տարբեր падգամավորներ ընդհանուր միջև ուղի գնում էին, անում էին, փրկենք, հանցնենք, չթողնենք հանցնենք, Տավուշի հատվածից տարածքներ չեն տվել։ Գիզին Հաջլին երբ ա եղել Տավուշի հատվածում, այդ միակ ինձ ասեք։ Գիզին Հաջլին երբ ա եղել Տավուշի հատվածում։ Փոխադարձաբար սկզբունքը պահպանվում է հաջորդի, որտեղ սահմանազատում կգա։ Ու ես նորից եմ ասում, ես շատ ողջունում եմ ձեր այս տրանսֆորմացիան, որ դուք այդ սահմանազատումն ու սահմանագծումը ող ու պետության մահ որակելուց անցում եք կատարել, դեպի երբ ալնելու հաջորդ փուլը շատ ողջունում եմ, ամեն ինչ անելու ենք, որ օր առաջ լինի։ Ամեն ինչ անելու ենք, որ օր առաջ լինի։ Եթե նույնիսկ Ադրբեջանը այդ համրաշինական աշխատանքներ անի, դիրքեր, թաքստոցներ, բաներ սարքի, սահմանազատումից հետո որ բարձվի դրանք մեր տարածքներն են, այսինքն որ հաստատվի որ դրանք մեր տարածքներն են, պիտի քշվեն իրանց տարածքներ ու թողնեն դրանք մեզ։ Կներեք, հաշվի առնելով խաղաղության օրակարգ ու խաղաղության գոյությունը, ես այլ բառով այդ քշվելը ձեր փոքրինչ կփոխարինեմ, կասեմ, եթե պարզվի Չէ, կարմիր գորգը մի փռեք դուրս գալ, ես ինձ չեմ կարող նման բառապաշարություն տամ, որտեղ ես Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ազգային ժողովի պատգամավոր եմ։ Գուցե որոշ ընդդիմադիրներ, ովքեր իրանց երեխաներին ու որդիներին ազատել են զինվորական ծառայությունից, պատրաստ են ուրիշի որդիների արյան գնով ինչ-որ հորջորջող տեքստեր ասել, ես չթույլ տվեք ասել, որ դուրս կգան։ Այո, դուրս կգան, երբ որ սահմանազատումն ու Արգալից է Ադրբեջանցիների մասին խոսելիս Բողոն Ալեքսանյանի, որ դուրս կգան քշվել, խոսքը սահմանազատման արդյունքում քշվելու մասին է, ոչ թե պատերազմական գործողությունների։ Կներեք հազար ներողություն, բայց ես այդ հորջորջողներին, որ անհարգալից եմ խոսում, այն հորջորջողներին, որ ինչ ասես խոսում են, տեսել եմ, նրանց որդիների ռուսական անձնակներն եմ տեսել, նրանց ընտանիքների ունեցվածքներն եմ տեսել ուրիշ երկրներում, նրանց սեփական ուրիշ երկրների անձնակներն եմ տեսել, կներեք հազար Տիկին Ջեբեջան, հազար ներողություն, ուսում եք 40 անգամ, ուսում եք դրանից իմ ասացի արժեքը չի կողմ։ Ես այդ մարդկա անձնագրեր օտար երկրների տեսել եմ, ու այո, նրանք կարան իրանց որդիների համար են անվտանգ ելքը ապահովելով գնան հորջորջեն ինչ-որ բան անեն, ես դա չեմ պատրաստում անել, կներեք, ես չեմ պատրաստում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, գյուղացիների, չգիտեմ, Երևանում ապրողների, Գյումրում ապրողների, Տավուշում ապրողների որդիների կյանքի հաշվին ինչ-որ սենց ուժեղ տղայի բանացին իրանց ներկայացնեմ, ասեմ, հələ տեսեք ինչ պատասխան տա։ Դուք մի վարքեք կասկածում եք, որ այդ ձեր ասած ընդդիմադիր դաշտում կա գոնե մեկը, ով կարա այնպես առնվազն սուր քաղաքական տեքստած։ Ես ասում չկա տենց մեկը, բայց ես ասում եմ, որ ես հասկանում եմ դրա գինը։ Այդ մարդիկ չեն հասկանում դրա գինը, կամ ավելի ճիշտ հասկանում են, բայց իրանք թքած ունեն, որտեղ դրա գինը վճարողը իրանք չեն, իրանք որդիները չեն։ Դա Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացիների որդիներն են, որ պետք է այդ գինը վճարեն։ Գյուղացիների որդիներն են, որ պետք է այդ գինը վճարեն, որ պետք է գնան ու զոհվեն, ինչա իրանք ուժեղ մի երկու հատ արտահայտություն արեցին, շատ ուժեղ Բայց նրանցից քանիսն է, բայց նրանցից որդիներն են բանակից ազատվել, քանիսը, որքան շատ են, ես այդ ասում տոկոսային հարաբերակցությամբ ԿՊ-ում ծառայած տղամարդիկ ամենաշատն են ազգային ժողովի 3 խմբակցություններում, Հայկ Մամիկյանն նա ծառայ բանակցին, Տարոն Մարգարյանն նա ծառայ, որ զորամասում են, ծառայելը պատմեք, Հայկ Քոնչյանը չի ծառայ բանակում, ես ծառայել եմ բանակում, Սարգիս Խանդանյանի, կներեք, հա, Վայ Ղալմյանի որդիները, եթե չեմ սխալվում, ծառայել են, բայց Սարգիս Խանդանյանի աչքերը եղել է -8, ու ձեր գործընկերն է եղել լրագրող, ակնոցների հաստությունը ինձ թվում է տեսած կլինեք, երբ որ սա մեջ եք բերում։ Բայց բանակում ծառայել, հաստա արձանագրում է։ Հա, ես ասում եմ -8 աչքերի տեսողություն ունենալով, այո, չի ծառայել բանակում, եւ ես ասում եմ, ես եմ ծառայել բանակում, Ռոբեր Ռուբինյանն է ծառայել բանակում, ես ասում եմ, տոկոսային հարաբերակցություն կա, հարգելի գործընկեր, կա, պարոն Գաբրիելյան, այո, ծառայել է բանակում։ Պարզա, ես խնդրում դուք առաջարկեք ինչ լուծում կարող եք դուք տալ, որպեսզի փարատվի մեր մտահոգությունը այս մասով, որ այդ վիճելի տարածքներում ութի, սոտքի, ջերմուկի հատվածներում համոզվենք, որ
Սերժ Սարգսյանի պրոտեժեներին առհասարակ հավատալ չի կարելի, Արման Թաթոյանի պես պրոտեժեին առհասարակ հավատալ չի կարելի, բայց Սերժ Սարգսյանի պրոտեժե Արման Թաթոյանի նախընտրական շրջանում առավել եւս ոչ մի պարագայում հավատալ չի կարելի, լավ որ ձեզ չէ, բանականությանը եւ ճշմարտությանը։